նայեք այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի եւ օրակարգի շուրջ բանակցություններում կա արդյոք հարց, որ Ադրբեջանը Հայաստանի այն տարածքները, որ օկուպացրել է, պետք է հետ վերադարձնի, այսինքն դուրս գա ընդ որում խաղաղ ճանապարհով, եւ երկրորդ հարցը վերաբերում է արդեն Բաքվում ապօրինի պահվող եւ դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընթացող դատավարությանը, որը շինծու է եւ ըստ էության մեղադրանքներ են նրանց առաջադրված, այդ առումով արտաքին գործերի նախարարությունը միջազգային կառույցներում ինչ է անում եւ ինչի տեսանելի ու շոշափելի որևէ արդյունք չկա։ Նայեք, Առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի տարածքներին։ Իհարկե կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում, 208 շուրջ կիլոմետր քառակուսու մասին է խոսքը եւ մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների Հայաստանի Հանրապետության վերահսկողությանը վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստ առհասարակ այդ է, երկու կողմերը նստում են տեղանքով, քարտեզներով, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, որևէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարան ընդունված լինեն, որոնք վերաբերելի են եւ էլի ընդունելի են երկու կողմերի համար, այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում են դիցուկ, օրինակ մեր դեպքում հյուսիսից հարավ եւ նայում են այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, նույնիսկ եկեք երկրների անուններից վերացարկվենք, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, պետք է արձանագրում, որ պետք է վերադարձվի աջ կողմին եւ հակառակը այնտեղ, որտեղ ձախ տարածքները տարածքները պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնվում են աջ կողմի վերահսկողության տակ, ներողություն եմ խնդրում, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմին։ Հիմա մենք սա պիտի անենք։ Սուվերեն տարածքն է, դրա ինչն եք սահմանազատում, այսինքն կարող է սահմանազատել։ Նայեք, դուք չեք պատկերացնում երևի։ Այն տարածքը Դուք չեք պատկերացնում երևի։ Ասեմ, մարդիկ գնում են, նայում են։ Այս սեղանը, այս թղթերով պետքա լինի ձերը, փայլակինը, բայց Հայկի մոտ է։ Հիմա ուրեմն այս process-ը երբ որ վերջացնենք, պետք է ասենք փայլակ ջան, արի ես քո սեղանի տիրություն արա։ Ոչ մեկ, այդ մի րոպե։ Սահմանազատման գործընթացը քննարկումներ ընթացքի մեջ է, եթե դուք ուզում եք ասեք, վայ, այդ process-ը կանգնել է, մտել է փակ ուղի, չի ընթանում, չի լինելու, այդպես չի, ընդհանրապես այդպես չի։ Այսօր էլ քննարկումը ընթանում, ես բառացի ասացի, կարող եմ կրկնել, այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև եւ հուսով եմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա նաեւ այդ գործընթացը կշարունակվի։ Երկրորդ հարցը Արցախի ռազմաքաղաքական։ Իհարկե, գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցը, ընդհանրապես հումանիտար հարցերը այս մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են։ Երևի են եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես ուրեմն ասի կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Վերջին բանը, որ եղել է շոշափելի, դրանից հետո խոսակցությունը անշուշտ եղել է եւ այսօր էլ կա, բայց չի հաջողվել, չեմ պսակվել հաջողությամբ։ Վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, կոպի շրջանակներում ուրեմն մեծ փոխանակություններ, դրանից հետո չի ստացվում եւ այստեղ երևի ոչ մեկս էլ մեծ ուրեմն ուրախ լուրեր հայտնելու ուրեմն տեղ չունենք եւ դա ակնհայտ է։ Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված խաղաղություն, կգնանք առաջ օրինակ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման ուրեմն գործընթացով եւ ընդհանրապես կլինի այդ իրական կարգավորում, առաջ կգնան մեր հարաբերությունները, մենք վստահ ենք, որ գոնե, եթե մինչև այդ հարցերը հումանիտար հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին ավելի բարենպաստ միջավայր կլինի այդ հարցեր լուծման համար հանձնաժողովի աշխատանքներում քննարկումները շարունակվում են, հնարավոր է արդեն կա ուղղությունը, որ հարավում սկսեն սահմանազատման աշխատանքը։ Թե կոնկրետ տեղ կան Չէ, հազար մեթոդական հարց կա, դուք ընդհանրապես, ես խնդրում եմ մի քիչ բան արեք, առնվազն մի քիչ ինտերնետով նայեք, էլի։ Չէ, չավարտեցի, չխոսեցի։ Կարծում եմ, որ արժի, ես սա
սրտանց եւ անկեղծորեն առաջարկում։ Մի հատ ուսումնասիրենք ընդհանրապես սահմանազատումը մեթոդան բանորեն գոնե, մեխանիկան, էլի այդ process-ի։ Դա այդքան հեշտ չի, որ ասում եք ինչ են խոսում։ Այդպես չի։ Կոորդինատ, սկզբունք, ահագին անցնելու բան կա։ Հա։ Ну, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, ամբռնում կա, թե ոնց է պետք շարունակել, առանձին դետալների հարց կա, բայց ես չեմ ուզում անել մի հայտարարություն, որը անձնապես իմ տիրույթում չի, էլի, փոխվարչապետը զբաղվում է դրանով, իր գործընկերոջ հետ կոնտակտի մեջ է, եւ չէի լուզի անկեղծ ասել մի բան, որը հետո վատ ծառայություն կմատուցեր իրական գործընթացին։ Արեկը հետո հերմինենա։ Նախագիծը հայաստանյան գերատեսչություններով անցել է թե ոչ։ Դեռ ոչ։ Երբ է անցնելու, որովհետև արդեն հայտարարում եք, որ հաստատված է նախագիծը, փաստորեն տարածքային կառավարման արտադրության նախարարություններով չի անցել, հաստատվել է, սա խնդրահարույց։ Իսկ պիտի տարածքայինով անցնի։ Չգիտեմ, նայեք։ Եկեք սենց տրամաբանությունը կառուցենք։ Փաստ է, եւ դա օրենսդրության պահանջ է, որ մինչև ստորագրումը պետք է անցնի ներպետական համաձայնեցման գործընթացը, չէ՞։ Հիմա ես ասում եմ, որ մինչև ստորագրումը կանցնի ներպետական համաձայնեցման ստորագրումը։ Դուք հարցնում եք, այսօր արդեն ունեք գերատեսչությունների կարծիքը։ Օֆիցիալ թղթի վրա կարծիք այսօր արդեն չունեմ։ Հետևաբար, այս երկու միտքը, որ իրար կապենք, ցանկացած բանակցություն այդպես է։ Հետո կլինի այլ դիտարկում, կգնանք ասենք չի լինի այլ դիտարկում, իսկ օրինակ կարծում եմ որ չի լինի այլ դիտարկում, բայց եթե կլինի այլ դիտարկում, կվերաբանակցվի որևէ պայմանագիր այդ process-ով անցնում։ Դու չես կարող սկզբից գերատեսչությունների կարծիք ունենալ, հետո գնալ են կողմի հետ պայմանավորվել։ Այսպես է, հա, այդ process-ը գնում։ Հիմա երկու միտքը, որը A. օրենսդրությունը պահանջում է, որ մինչև ստորագրումը լինի ներպետական համաձայնություն, եւ B. այսօր դեռ համաձայնված չի։ Ներպետական համաձայնություն անցել։ Այս երկուսը որ կապենք իրար, կստացվի, որ մենք այսօր իրիկունը չենք կարող ստորագրենք, չէ՞։ Հենց որ իմացանք, որ ստորագրելու օր կա, բան կա, պիտի անցնենք, էլի կանցնենք, այդ չենք շրջանցի։ Խնդիր տեսնենք, վարվենք ըստ այդմ։